The community. Հաղորդման գործընկերներն են Գարիկի մոտ, Dark Tint, Sky Glam։ Սիրա, ես այնքան ուրախ եմ, որ ես ու դու ստեղ ենք հանդիպել։ Այս օվկիանոսը քեզ սազում է։ Այս օվկիանոսը քո մասին է։ Ես ու Արոն երբ մտածում ենք, որ քեզ պետք է նկարենք, երկուսս էլ միասին որոշեցինք, առաջարկը Արոյի կողմից էր, բայց այդ միտքը նաև իմ մոտ կար, որ դու օվկիանոսին ես սազում, քեզ օվկիանոսի հետ պետք է նկարել։ Նախ ասա, ինչպես ես։ Շատ լավ եմ։ Մենք քեզ շատ կարոտել էինք։ Ես էլ ձեզ, անչափ, անկեղծ, ու շատ ուրախ եմ, որ մեր հանդիպումը հենց տեղի ունեցավ, որովհետև դուք շատ ճիշտ էիք ընտրել ինձ հարազատ վայրը։ Այսօր շատ սիրուն օր ենք ունենալու։ Սիրա, մի քիչ ուզում եմ քեզնից պատմես։ Ծնվել ես Հայաստանում, ճիշտ է։ Այո։ Մի քիչ հայաստանյան քո կյանքից մեզ կպատմես, սկսենք նրանից, ինչպիսի երեխա ես եղել։ Սիրան եղել է շատ չարաճճի եւ շատ աշխուժ երեխա, ով ունեցել է շատ երազանքներ ու երևի թե փառք Աստծուն, որ կարողացել եմ այդ երազանքների մի որոշ մասը իրականացնել։ Մինչև երևի 24 տարեկանը եղել եմ Հայաստանում, հետո արդեն տեղափոխվել եմ այստեղ։ Հայաստանյան կյանքից ամենաշատը ինչ ես կարոտում։ Անկեղծ կարոտում եմ հանգստությունը։ Այնտեղի հանգստություն ասվածը իհարկե շատ հարաբերական է։ Շատ եմ կարոտում այնտեղի ավելի անկեղծությունը, մաքրությունը, ավելի հասարակ լինելը։ Իհարկե չեմ ասում, որ դա այստեղ չկա։ Բայց երևի ավելի շատ կարոտում եմ այնտեղի մարդկանց, ովքեր մնացել են այնտեղ ու հիմա ինձ մոտ չեն։ Մենք այս ինչքան ժամանակները առաջ են գնում, ինչքան ժամանակները փոխվում են, ես կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը կապվում են մարդկանց հետ, ոչ թե տեղերի հետ։ Յուրաքանչյուրիս համար յուրաքանչյուր տեղը դա մարդիկ են։ Նու համենայն դեպս իմ համար դա այդպես է։ Համաձայն եմ, այո։ Երբ ես տեղափոխվել Միացյալ Նահանգներ եւ ինչու։ Ոնց կայացրիր այդ որոշումը։ Միացյալ Նահանգներ տեղափոխվել եմ 14 թվականից։ Որոշումը եղել է շատ արագ եւ անսպասելի։ Ավելի շատ համոզված որոշումն է եղել։ Ես ոչ թե դեմ եմ եղել, այլ ես երբեք չեմ պատկերացել, որ ես Հայաստանից դուրս կարող եմ ապրել։ Բայց հանգամանքների բերումով ստացվեց այնպես, որ առաջի մի քանի տարին շատ դժվար է ինձ տրվել, անկեղծ։ Անընդհատ ուշքու միտքս հետ վերադառնալն էր, բայց իհարկե այդ այն սումա բոլորն էլ այդ ադապտացիոն շրջանով բոլորս ենք անցնում, այո։ Բայց արդեն ունենք այն, ինչ ունենք։ Հիշում ես առաջին օրը եւ առաջին անգամ էիր գալիս Միացյալ Նահանգներ։ Այո։ Հիշում ես այդ առաջին օրը, երբ հայտնվեցիր Միացյալ Նահանգներում, զգացողությունդ ինչպիսին էր։ Ինչ վախեր ունեիր, ինչի մասին էիր ամենաշատը մտածում ու մտահոգվում։ Զգացողություններս ու վախերս անթիվ ու անհամար էին, որովհետև այդ ժամանակ մեծ տղաս դեռ շատ փոքր էր եւ մենք այդ առաջի 1 տարին ես ապրել եմ Լուիզիանա նահանգում։ Որտեղ որ քիչ հայեր կային, այո։ Եվ ես այդ ժամանակ ես չէի հասկանում ես ինչի եմ այնտեղ։ Ես ինչ եմ անելու, որտեղից եմ սկսելու։ Ինչի ընտրեցիք այդ նահանգը։ Այնտեղ ունեինք ընկերներ եւ ամուսնուս որոշմամբ այնտեղ գնացինք, բայց իհարկե դա կարճ տևեց եւ մենք մի որոշ ժամանակ հետո տեղափոխվեցինք LA։ Բայց մինչև այդ, բայց դա էլ շատ կարճ տևեց։ Մենք շատ ենք տեղափոխվել եւ շատ տարբեր նահանգներում ապրել։ Դրանից հետո նաեւ ապրել եմ Կոլորադո նահանգում, բայց արդեն վերջին մի քանի տարին հանգրվանել ենք LA-ում։ Դեռևս փոփոխություններ չեն։ Սա վերջնական է։ Դեռ չգիտես։ Երբեք մի ասա, երբեք, չգիտեմ։ Սիրա, հիշում ես ամենադժվար պահը որն էր քեզ համար Միացյալ Նահանգներում, երբ տեղափոխվեցիր։ Նկատի ունես երևի որպես էմիգրանտի։
Երևի այն փաստը, որ ես ահավոր ակտիվ մարդ եմ իմ բնավորությամբ եւ մեր տանը միշտ կան անընդհատ հյուրեր, անսահման մարդիկ, շատ միշտ հենց աշխուժություն կա եւ ես այդ աշխուժությունը մի պահ կորցրել էի այստեղ։ Ու ես հասկանում էի, թե դրա կարիքը ես ինչքան եմ զգում, հատկապես երբ որ այլ նահանգում էինք ապրում, իմանալով, որ ես այստեղ ունեմ շատ հարազատներ, ընկերներ, այդ հատվածը ինձ շատ դժվար է տրվել։ Ահա։ Բայց իհարկե Փառք Աստծուն ամուսնուս միջոցով այդ բացը ինքը փորձում էր ինչ-որ կերպ լրացնել եւ ես շատ հաճախակի էի գալիս այցելության LA, որպեսզի կարողանայի այդ բացը ինչ-որ մի ձև լրացնել։ Առաջին աշխատանքդ հիշում ես, որն ա եղել Միացյալ Նահանգներում։ Առաջին աշխատանքս այո, տարիներ առաջ աշխատել եմ որպես ատամնաբուժի ասիստենտ։ Նոր մասնագիտություն էի ձեռք բերել։ Իհարկե հասկանում էի, որ դա ես չեմ։ Բայց դա էր առաջին աշխատանքս։ Սիրա ամենաշատը երբ հասար Միացյալ Նահանգներ։ Ինչն էր, որ կարոտում էիր Հայաստանի հետ կապված, ինչն էր, որի հետ ոչ մի կերպ չէիր կարողանում հարմարվել։ Երևի ծնողներից բացակայությունը։ Կարոտը երևի։ Կարոտը, որովհետև ծնողներս Հայաստանում էին այդ ժամանակ ու այդ բացը շատ դժվար էր լրացնելը։ Արի մի քիչ փակագծերը բացենք ու մեր հետևորդներին ասենք, թե ով է Սիրան։ Սիրան ինձ համար այն հիանալի գրագետ կազմակերպված travel agent-ներից մեկն է LA-ում, որին անխոս բոլորս ենք դիմում։ Առանց մտածելու որևէ բանի մասին, որովհետև գիտենք, որ Սիրան յուրաքանչյուր տեսակի մանրուքի համար հոգ է տանելու, յուրաքանչյուր մանրուքի համար մտածելու է։ Սիրան կարա չքնի, մինչև մենք գնանք գանք։ Ես ուզում եմ մի քիչ սկզբից գանք ու խոսենք, թե ինչպես որոշեցիք զբաղվել այդ մասնագիտությամբ։ Ինչի հենց travel agent։ Այդ մասնագիտությունը նախ սկսվեց նրանից, որ մենք շատ ենք ճանապարհորդում ընտանիքով, ամուսնու երեխաների շատ ենք ճանապարհորդում։ Մենք դեռ կխոսենք, դու մեզ կասես ամուսնու հետ է ճիշտ ճանապարհորդը թե երեխաների։ Երկուսն իրար հետ եւ նաեւ միայնակ անպայման։ Այդպես սկսվեց այդ ճանապարհը եւ ինձ շատ հարազատ մարդ կար, ով նաեւ ոչ այս երկրում այդ աշխատանքի մեջ էր եւ ինձ մի օր ասեց. «Դուք այդքան ճանապարհորդում եք, հատկապես ԱՄՆ-ում դա այդքան հատկապես էմիգրանտների համար դա այդքան հաճախակի հանդիպող երևույթ չի որպես այդպեսին, ասած ինչի չես փորձում դու քո ոնց որ սերը travel-ի հանդեպ անցկացնես, ուրիշ դաշտ արդեն։ Եվ ես սկսեցի մտածել դրա մասին եւ այդպես որոշեցի, որ պետքա սկսեմ զբաղվել նրանով, ինչի ինձ իրոք հոգեհարազատ է եւ ես սիրում եմ դա անել։ Ինչքան ժամանակ ես զբաղվում ես այդ գործով։ Երևի թե արդեն 4 տարուց ավել։ Ես համոզված եմ, որ այդ գործն էլ իր բարդությունները ունի։ Մեզ կասես, ինչպես սկսեցիր գործը։ Սա ուզում եմ դու ինքդ պատմես այն մարդկանց համար, ովքեր հիմա Սիրային դիտելով կորոշեն, որ իրանք էլ են ուզում այդ գործով զբաղվել։ Որտեղից սկսեցիր։ Որն էր այն առաջին քայլը, որ արեցիր այդ մասնագիտությունը ձեռք բերելու համար։ Լեզուն ես սովորել, տեղանքն ես ուսումնասիրել, ինչ ես արել, քարտեզն ես։ Լեզվի խնդիրը չեմ ունեցել, քանի որ Հայաստանում ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական ֆակուլտետը, որտեղ անգլերենը մի մեծ պլյուս, չափ պլյուս։ Այո, այդ խնդիրը Փառք Աստծուն չեմ ունեցել, որը շատ է հեշտացրել, շատ բաներ։ Իսկ որոշման հետ կապված ես որոշեցի, որ եթե անում եմ, պիտի անեմ ճիշտ եւ նորմալ կերպով, եւ ես դիմեցի բոլոր այն միջոցներին, որ հնարավոր է ձեռք բերել դե լայսենս այստեղ Կալիֆոռնիայում որպես այդպիսին travel agent-ներին պետք չի, բայց ես որոշեցի, որ ես պետք է ունենամ իմ resource-ները եւ չօգտվեմ այլ travel agency-ների resource-ներից, այսպես ասած։ Եվ այդպես սկսվեց իմ ճանապարհը։ Իհարկե ամեն
Իհարկե ամեն հաճախորդի հետ պետք է շատ ուշադիր լինել, հասկանալ ինչ է ուզում հաճախորդը քեզանից եւ այ ոնց որ նշեցիր, մինչեւ իմ հաճախորդները չեն վերադառնում տուն, իրան հանգիստ չի լինում։ Չի քնում։ Եվ միշտ կապի մեջ է իրանց հետ, ինձ թվում է բոլոր իմ հաճախորդները կփաստեն դրա մասին։ Սիր, որոնք են այն հաճախակի տրվող հարցերը հաճախորդների կողմից, որ ճանապարհորդությունների հետ կապված քեզ տալիս են։ Ամենաշատը ինչ է Այդ հետաքրքիր։ հարցերը այնքան բազմազան են ու այնքան շատ, բայց ժամանակ առ ժամանակ նաև շատ զվարճալի։ Այն top, ամենաթոփ հարցը որն է, որ միշտ քեզ տալիս է։ Որ անկեղծ ասեմ, հիմա չեմ մտաբերում կհավատաս, որովհետև երևի թե ես այդքան շատ հարց չեմ թողնում, այդքան բացեր չեմ թողում, իրանք շատ հարցեր չեն ունենում։ Ես ի նկատի ունեմ, երբ գալիս են քեզ մոտ, որոշելու թե որ ուղղությամբ գնան։ Ամենաշատը ինչ են հարցնում, որպեսզի իրանք իրանց ուղղությունը որոշեն։ Եթե անկեղծ լինենք, հիմա ավելի շատ մարդիկ գալիս են արդեն իմանալով իրանք ինչ են ուզում։ Բայց երբ ես իրանց հետ մի փոքր զրուցում եմ, իհարկե հաշվի առնելով հետաքրքրությունները, նախասիրությունները, երեխա ունենալ, չունենալը, այդ ամեն ինչի հետ մեկտեղ ես արդեն պատկերացնում եմ իրանց որտեղ կարելի է ուղարկել։ Ճանապարհորդության մեջ էլ կան տենց թրենդային ուղղություններ։ Ոնց է ասում եք, ես հագուստը թրենդային է։ Հիմա ճանապարհորդության մեջ էլ կա այդպիսի բան, որ սեզոնային դրանք թրենդային տեղերն են, որ ավելի շատ միանշանակ եւ ես այն տեսակ մարդկանցից եմ, ես ինքս այդ թրենդային տեղեր այցելելուց հետո, բայց միշտ խորհուրդ եմ տալիս, ասում, եթե դուք ուզում եք ոչ թե ուղղակի գնալ տեսնելու, այլ դուք լինեք ճանապարհորդ եւ հասկանաք ուր եք գնում, հասկանաք իրանց culture-ը, իրանց ապրելակերպը, դրա համար պետքա գնալ ոչ թե թրենդային վայրերը, այլ պետքա գնալ հենց լոկալ, ոչ այդքան հայտնի վայրերը։ Եվ դուք կհասկանաք ոնց են ապրում այնտեղի մարդիկ։ Սիրա, դե բնականաբար դու ոչ բոլոր տեղերում ես եղել։ Բայց երբ հաճախորդը գալիս է, քեզնից ուզում է ուղղություն, որտեղ դու չես եղել։ Ինչպես է սպառվում, որովհետև մի քիչ տարբեր է, չէ՞, մեկ որ դու այնտեղ եղել ես, մեկ որ չես եղել, խորհուրդներդ ինչպիսին է լինում, ինչպես է ինֆորմացիան հավաքում, ինձ դա միշտ հետաքրքիր է։ Միանշանակ, բոլոր travel agent-ներն էլ վստահ են, որ ամեն տեղ չի, որ լինում են։ Բայց եթե ինձ համար մի նոր տեղ է, ես մաքսիմալ փորձում եմ ինֆորմացիան հավաքել եւ իհարկե բացի դրանից հիմնականում տարբեր վայրերում ես քանի որ ունեմ իմ partner-ների ես իրանց միջոցով եմ կարողանում որոշակի ինֆորմացիա գտնել բայց իհարկե այո միանշանակ անհնար է լինել բոլոր տեղերում քանի որ ոչ թե ֆիզիկապես անհնար է դրա համար մենք ապրում ենք LA-ում այստեղ մոտավորապես տարին կլոր ամառ է մենք ծովի կամ օվկիանոսի խնդիր չունենք սեզոնային բայց եթե հաշվի առնենք որ հիմա ձմեռ է ամենապահանջված ուղղությունները որոնք են այս պահին միանշանակ մարդիկ ինչքան էլ LA-ում տաք է լինում, բայց իհարկե միանշանակ այս ամիսների մարդիկ ավելի ձգտում են ծովային ուղղությունները վերցնել։ Իհարկե դե LA-ից ամենաշատ պահանջված եւ ամենալավ destination-ը շատ են գնում Մեքսիկո։ Քանի որ շատ մոտ է եւ շատ եւ ժամանակային առումով հեշտ է այնտեղ հասնելը եւ հիմնականում իհարկե երեխա ունեցողների համար, քանի որ հիմնականում բոլորը all inclusive հյուրանոցներն են, որը մեր LA-ի ժողովուրդը շատ է նախընտրում։ Այդպես, բայց իհարկե հիմնականում նախընտրում են ավելի tropical, արևային, ծովային ուղղությունները։ Ավելի հեշտ է երեխաների հետ ճանապարհորդել, թե ավելի հեշտ է զույգերով ճանապարհորդել։
Արի այսպես Եթե չասեմ, հեշտ հեշտ չասեմ, ասենք, ավելի հետաքրքիր։ Անձամբ ինձ համար երևի թե երեխաների հետ։ Երեխաների հետ։ Ես ինքս փորձում եմ տարվա մեջ կազմակերպել եւ նա, չնայած որ անչափ սիրում եմ երեխաներիս հետ ճանապարհորդելը, որովհետեւ երբ որ իրանց հետ ես ճանապարհորդում, դու սկսում ես այդ նոր երկիրը տեսնել իրանց Աչքերով, ահա։ որովհետեւ ես շատ է եղել, որ իմ եղած տեղերը հետո նորից գնացել եմ երեխաներին եմ տարել, քանի որ խոսք ենք տվել իրենց։ Եվ ես երկրորդ գնալուց ես մի հատ լրիվ ուրիշ երկիր եմ տեսել, քանի որ երեխաների հետ լրիվ ուրիշ ձև ես դա տեսնում։ Եվ ի վերջո իրանք երբ որ մեծանան ու ունենան այդ հիշողությունները, դրանից թանկ բան ինձ համար չի կարող լինել։ Քո կարծիքով որոնք են այն ամենակարևոր ու ամենապետքական ուղղությունները, որ պետք է գնալ երեխաների հետ։ Ես ավելի նախընտրում եմ երեխաների հետ այդ պատմական տեղեր այցելելը, Որպեսզի էքսկուրսիաները շատ լինեն։ Այո, որովհետև իրանք այդ պատմությունն են կերտում, նախ դպրոցում իրանք սովորում են։ Եվ երբ որ իրանք դետո իրանք սովորածը տեսնում են իրական կյանքում, տվյալ երկրում, եւ իրանք տեսնում են, որ իրանք դա գիտեն, եւ իրանք են սկսում քեզ պատմել իրենց դպրոցի սովորածը։ Ես դրանից ուղղակի հաճույք եմ ստանում։ Եվ փորձել եմ իմ կյանքում հնարավորինս շատ տեղեր այցելել իմ երեխաների հետ, որպեսզի կարողանամ իրանց աշխարհը մեկ այլ տեսանկյունից ցույց տալ։ Եվ վերջապես ճանապարհորդությունների ժամանակ մենք ավելի շատ բան ենք իմանում։ Այո, դա կրթվելու մեկ այլ տարբերակ Միջոց է։ Այո։ Ես կարծում եմ մեր հետևորդների կանանց 90%-ը գիտեն քեզ, բայց դեմքով շատ քչերն են ճանաչում, թե ով է Սիրան։ Սիրելի հետևորդներ, բոլորիդ ասեք, որ Լոս Անջելեսում ամենահայտնի ու պահանջված օգտակար, չգիտեմ, ես Լոս Անջելես որ եկել եմ, առաջին անգամ հենց մտել եմ Լոս Անջելես, ինձ առաջի բանը որ ասել են US Moms-ում գրանցվի։ Մամաների խմբին։ Մամաների խմբին գրանցվի։ Սիրան մեր US Moms-ի ադմիններից մեկն է, այն 4 հրաշալի աղջիկներից մեկն է։ Ես այս 4-ից շատ եմ սիրում, յուրաքանչյուրի տարբեր ձև եմ սիրում։ Մենք էլ քեզ։ Մենք գիտենք, որ խումբը հիմնադրել է Աննան։ Այո։ Դու ինչպես ես միացել, առաջարկը ում կողմից է եղել։ Նախ ասեմ, որ US Moms-ը իմ կյանքում մինչև այսօր սենց ուրիշ աշխարհ է եւ ինքս ինձ համար էլ շատ օգտակար է եղել, երբ որ ես ինքս անցնում եի այդ էմիգրանտի ադապտացիոն շրջանում, շատ օգտակար եղավ անձամբ ինձ համար։ Եվ երևի թե 16 թվականներ կամ 17 վստահ չեմ, ես դեռ այդ ժամանակ Կոլորադո նահանգում էի ապրում։ Եվ Messenger-ով նամակ ստացա խմբի հիմնադիր Աննայից։ Աննան ասեց, «Ծիր կուզես միանալ մեզ, որպես թիմի անդամ, քանի որ արդեն աշխատանքը շատացել էր, մեծացել էր, եւ ես առանց մի վայրկյան մտածելու ուղղակի ասեցի իհարկե։ Եվ այդ օրվանից մինչև այսօր մենք 4-ով աշխատում ենք այդ նույն պատրաստակամությամբ, նույն չգիտեմ, ուրախ մի ուրիշ հաճույք է դա, երբ որ դու հասկանում ես, դու կարողանում ես այդ դժվար ճանապարհը անցնելու ընթացքում դու ուղղակի լինես կանանց կողքին։ Բոլորս գիտենք, որ մենք կանայքս չափից դուրս էմոցիոնալ ենք եւ ավելի ծանր ենք, չէ՞ տանում որոշ բաներ։ Եվ ես հասկացա խումբը են մեզ տեղ է պետք, որպեսզի կիսվենք մեր խնդիրներով, հարցերով, արո դու դա չես հասկանում։ Ես շատ ուրախ եմ, որ դա չեմ հասկանում։ Դրա համար մինչև այսօր խումբը իհարկե արդեն շատ է մեծացել։ Ահա։ Եվ այո, ինչպես ասացի, շատերը գիտեն խմբի մասին, բայց չգիտեն մեզ չեն ճանաչում։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ մենք դեռ կարողանալու ենք։ Ոչ թե հույս ունեմ, ես համոզված եմ, որ մենք դեռ կարողանալու ենք ձեզ 4-ից իրար հետ նկարենք։ Ուղղակի ես Ամերիկայում այդպիսին է գրաֆիկը, յուրաքանչյուրի գրաֆիկը մեկը մյուսի հետ չես կարողանում հարմարացնել։ Բայց ես համոզված եմ,
աղջիկներին նկարելու եմ, որ դուք բոլորը ծանոթանաք այդ հրաշալի աղջիկների հետ, Աննայի, Միլենայի, Լուսինեի, ես ձեզ շատ եմ սիրում, ես ձեզ ասել եմ, Միացյալ Նահանգներում դուք ինձ համար մի մեծ նվեր եք, ես շատ ուրախ եմ, որ ձեզ հետ ծանոթացել եմ։ Վստահաբար նույն աղջիկների անունից կարող եմ ասել, որ մենք էլ քեզ ենք շատ սիրում եւ անպայման հուսամ իրոք կկարողանանք իրականացնել դա։ Լինում են այնպիսի դեպքեր, որ երբեք չեք կարողանում US Moms-ի հետ կապված եմ ասում, այնպիսի դեպքեր, որ ձեզ հետ գան կռվի, կամ չգիտեմ, ինչ որ խնդիրներ ունենան։ Երևի թե պատասխանս կզարմացնի շատերին, բայց այո, շատ է լինում։ Եվ որ անգամ նամակներ են եղել, որ մենք ձեզ դատի ենք տալու, մենք ձեզ, չգիտեմ, շատ են նման դեպքեր լինում, քանի որ խմբում կա 30,000-ից ավել կանայք, եւ շատ տարբեր տեսակի մարդիկ, բնականաբար նման պատմություններ են լինում, բայց իհարկե ավելի շատ լինում է բարությունը, պատրաստակամությունը մեկը մյուսին օգնելու, աջակցելու, որը որ շատ կարևոր է օտարության մեջ ապրող մարդկանց համար։ Ես համոզված եմ, ոչ թե ես համոզված եմ, ես այդպես եմ կարծում, որ դուք շատ մեծ գործ եք անում, այնքան սիրուն գործ եք անում, այդ մի այնպիսի տաքուկ անկյուն, որտեղ կանայք ճիշտ է, ժամանակ առ ժամանակ լինում են այնպիսի պոստեր, որ ես ինքս կարդալուց ուղղակի շշմում եմ, բայց կապ չունի։ Դա այնտեղն է, որտեղ կանայք իրար հետ զրուցում են, իրար խնդիրների մասին խոսում են, իրար խնդիրների մասին, իրար ցավի մասին, իրար ուրախություն են կիսում։ Ես քանի անգամ ստատուս եմ կարդացել, թե ինչպես են կանայք կիսվում իրենց հղիությամբ կամ իրենց նվերներով։ Դա մի ջերմ տաքուկ անկյուն է, որը ստեղծել եք 4-ով, Աննայի գլխավորությամբ ապրի Աննան, ստեղծել եք 4-ով ու մինչև այսօր պահում եք։ Դուք էլ այդ նույն ջերմ ընկերությունն եք անում իրար հետ։ Ես դա տեսել եմ, թե դուք ինչքան հոգատար եք մեկը մյուսի նկատմամբ։ Այո, իրականում լինելով այդքան 4 տարբեր անձնավորություններ, շատ տարբեր բնավորություններով, շատ տարբեր հետաքրքրություններով մենք այսքան տարի շարունակ, այո, շատ նորմալ, հաշտ, համերաշխ, գեղեցիկ կերպով փորձել ենք ստեղծել այդ անկյունը բոլորիս համար։ Սիրա, եւ վերջում ուզում եմ ինձ ասես մի քիչ այն մասին, ավելի ճիշտ ինձ չէ, ես դա գիտեմ, մեր հետևորդներին տեղեկացնես, թե ինչպես կարող են քեզ գտնել, ինչպես կարող են դիմել քեզ, ինչ ծառայությունների համար կարող են դիմել քեզ։ Ինձ կարող են բոլորը դիմել իմ անձնական Instagram-յան էջով։ Իհարկե շուտով դրա հետ կապված որոշ փոփոխություններ էլ կլինեն, բայց այս պահին ինձ կարող են դիմել իմ Instagram-յան էջով։ Իհարկե այդ դեպքում արդեն ես համարս եմ տրամադրում, որպեսզի կարողանա կոմունիկացիան ավելի հեշտ տեղի ունենալ։ Բայց շուտով կլինեն նաև փոփոխություններ դրա հետ կապված։ Սուրճ թեթեի։ Ոչնա, չեմ խմում ոչ մեկը, ոչ մյուսը։ Օ, առավոտ թե երեկո։ Երեկո։ Գումար աշխատել թե ծախսել։ Երկուսն էլ։ Պունկտուալ ես թե ուշացող։ Ավելի շատ պունկտուալ եմ։ Եվրոպա թե ԱՄՆ։ Եվրոպա։ Ծովային պասիվ հանգիստ թե էքսկուրսիաներով լի ակտիվ հանգիստ։ Նայած որ էտապային կյանքում երկուսն էլ։ Ափսոսում եմ որ Երևի թե որ ավելի շուտ չեմ սկսել զբաղվել այն աշխատանքով, որը սիրել եմ։ Երջանիկ եմ Երբ ընտանիքս առողջ է եւ միշտ կողքիս։ Նյարդայնանում եմ Երբ մարդիկ իրենց խոստումը չեն կատարում։ Եվ նկարագրիր հային մեկ բառով։ Երևի թե հնարամիտ, քանի որ մենք ամեն տեղ, ամեն երկրում, ամեն անկյունում կարողանում ենք եւ ստեղծել նորը եւ շարունակել ապրել։ Սիրա, մենք այդ հնարը։ Շնորհակալ եմ, որ այսօր այս հրաշալի օր եք ունեցել։ Ես եմ
ձեզ անչափ շնորհակալ, որ ինձ եւս մեկ հնարավորություն տվեցիք վայելել այս գեղեցկությունը, քանի որ սա Քո մասին է, քանի որ օվկիանոսը քո մասին է։ Այո։ Սիրա, ես շնորհակալ եմ, անչափ։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ ես կարող եմ ժամերով քեզ հետ զրուցել։ Դու յուրահատուկ առանձնահատուկ տեղ ունես իմ ու Արոյիսը։ Մենք քեզ շատ ենք սիրում։ Շնորհակալ ենք, որ այսօրվա օրը մեր հետ անցկացրեցի, չնայած այս եղանակին, բայց եղանակը մի վայրկյան չազդեց մեր տրամադրության վրա, որովհետև մենք այնքան վաղուց չէինք տեսել իրար, որ կարոտած չհասկացանք, թե ոնց անցավ այս։ Համաձայն եմ։ Արո։ Մոտավորապես մարդու։ Հա, եկել մտել ենք այս մարդու տեղաշորնել, вообще։ Ես Այդ էլ ձեզ վերջում եմ կարանք մի բաղ ցույց տանք։ Ինչքան էքստրիմ պայմաններում ենք կատակը իհարկե մի կողմ, ես էլ անչափ ձեզ եմ շնորհակալ եւս մեկ անգամ իմ գեղեցիկ օրը այսպես անցկացնելու համար, ձեզ տեսնելու համար ես ձեզ շատ կարոտել էի եւ պետք է անպայման մի հանդիպում կազմակերպել արդեն նկարահանումից Այո, դա արդեն կադրից այո դուրս, այո։ շնորհակալ եմ ձեզ Շնորհակալ ենք։ Ստեսություն Սիրա։ Տեսություն Thank you, sir. The community.